փորձում են պարակտել թիմը։ Խորհրդարանական ընտրություններից 4 ամիս առաջ իշխանությունը վհուկների որս է սկսել ընդդիմադիր դաշտում, համոզված է հաղթանակ դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը։ Փորձում են մեկուսացնել թիմի հեղինակություն ունեցող մարդկանց։ Ասացի ապացույցը ըստ Խաչատրյանի չորեքշաբթի վաղաշաբաթում հաղթանակ դաշինքի անդամների, աջակիցների տների խուզարկություններն են ու ձերբակալությունները։ 6 մարտ հիմա տնային կալանքում է, քննչական կոմիտեի հաղորդմամբ նրանք մեղադրվում են մի շարք անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար։ Այնքան ծիծաղելի են այս մարդիկ, որ քննչական կոմիտեն հետևյալ հոդվածն է գրել, բառացի գրած օգտագործելով իրենց հեղինակությունը մարդկանց դրթել են գնան ընտրեն հաղթանակ դաշինքի։ Այսինքն այլ ընտրության ինչ-որ ձև կա, մարդկանց հեղինակության համար է մարդկանց քվեարկում։ Վաղաշաբաթի հավաքանու ընտրություններում հաղթանակ դաշինքի ստացած 32% ձայնը չեն մարսել ՔՊ-ում, վստահ է դաշինքի առաջնորդը։ Նրա համոզմամբ իշխող թիմը վախենում է, որ խորհրդարանական ընտրություններում կարող է ջախջախիչ պարտություն կրել վաղաշաբաթում։ Դրա համար նախընտրական բռնաճնշումներ է սկսել։ Իրենք գիտեն, շատ լավ գիտեն, որ նոյեմբերի 16-ին վաղաշաբաթ համայնքում իրենք մեզ չեն հաղթել։ Իրենք բռնաճնշումների, տարբեր ապօրինությունների, տարբեր խախտումների միջոցով հասել են իրենց համար ցանկալի արդյունքի, բայց իրենք իրենց մեջ հո լավ գիտեն։ Հո ազգային անվտանգությունը, նույն քննչական կոմիտեն գիտի չէ, որ արդար պայքարում չի եղել, եւ գիտի, որ հունիսի 7-ին շատ ավելի վատ պատկեր են իրենց համար իրենք ունենալու։ Սևակ Խաչատրյանը վստահեցնում է, որ ամիսներով գաղտնալսել են հաղթանակի ամբողջ թիմին, ապա այդ ձայնագրությունները մոնտաժել։ Մեզ էլ կարան տանեն։ Արհեստական բանականության միջամտությամբ սարքել այնպիսի խոսակցություն, որ կարողանա դառնալ քրեական գործի հիմք, ծանոթ ձեռագիր է ասում է։ Շատ քրեական գործեր, այդ թվում նաև սրբազան պայքարի քրեական գործով, որ մոնտաժված ձայնագրություններ կան, միացված իրար, մի խոսքով սա նույնպես հենց այս ժանրից է, այսօրվա իշխանություններին բնորոշ։ Քննչական կոմիտեի չորեքշաբթի հրապարակած ձայնագրությունում ինչ-որ մարդիկ խոսում են ընտրություններին մասնակցելու, նույն է իրենց ընտանիքների անդամներին հորդորելու, հաղթանակ դաշինքին ձայն տալու և քաղաքացիական պայմանագրի օգտին չքվեարկելու մասին։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։